Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ հարգարժան նախարար Արգելի Արարատ։ Ինձ համար մեծ ուրախություն է այսօր այստեղ լինել Երևանում, Հայաստանում։ Շատ շնորհակալ եմ ձեր հյուրընկալության եւ հյուրասիրության համար, որն արդեն իսկ վայելել ենք։ Մեր երկկողմանի հարաբերությունների հետ կապված իսկապես մեծ ուրախություն է տոնել այս 35-րդ տարեդարձը մեր դիվանագիտական հարաբերությունների հաստատման հետ կապված։ Եվ ես մեծ ուրախությամբ եւ հպարտությամբ ասում որ Լիտվան առաջին երկիրն էր, որ ընդունեց Հայաստանի անկախությունը 91 թվականին։ Անշուշտ այսօր մեր դիվանագիտական եւ քաղաքական կապերը ընդլայնված են, ավելի ամուր են, քան երբևէ եղել են, եւ մենք էլ ավելի ենք այն ընդլայնում։ Բարձրացնում ենք մեր հավակնությունների մակարդակը հենց այսօր։ Նախարարի հետ մենք ստորագրեցինք ռազմավարական գործընկերության հռչակագիրը, որը ընդլայնում է մեր համագործակցությունը բազմաթիվ ոլորտներում։ Եվրոպական ինտեգրումը, ժողովրդավարական դիմակայունություն, տնտեսություն, բարձր տեխնոլոգիաների կրթություն, մշակույթ, ժողովրդերի միջև կապեր, ցանկացած բան, որը մեր ժողովրդերին բարոյության մակարդակը բարձրացնի։ Ուստի սիրով սպասում եմ, որ ավելի ընդլայնենք մեր երկխոսությունները այս նոր ձևաչափով կունենանք հանդիպումներ եւս, հուսանք, որ շատ շուտով Լիտվայում դա կլինի եւ կքննարկենք ավելի թե ինչպես կարող ենք շոշափելի արդյունքների հասնել մեր ժողովուրդների համար։ Խոսելով շոշափելի արդյունքների մասին, դա եվրոպական ինտեգրումն է կամ եվրոպայնացումը, որը բազմաթիվ առավելություններ է տալիս ժողովուրդներին, Հայաստանի հասարակությանը։ Ազատ շարժումը ժողովուրդների, ապրանքների, ապրանքաշրջանառությունների, ազատ տեղափոխություն, ապրանքների եւ ծառայությունների եւ կապիտալի։ Ուսի նախ սկսում ենք ժողովուրդների միջև այս կապերի եւ Լիտվան շատ հպարտ է, որ այս ծրագիրը առաջ է տանում աջակցելու, որ Հայաստանը պատրաստվի այս լիբերալիզացման, ազատականացման ձեռնարկը իրականացնելու, նախաձեռնություն իրականացնելու։ Ուսի մենք ունենք այս նախագիծը մեր առջև դրված եւ հուսանք, որ մենք կարողանանք օգնել արագացնել այս ընթացքը, որ Հայաստան մուտքի արտոնագրերի ազատականացված փուլ կարողանա թևակողել եւ արդեն շատ քիչ սահմանափակումներով կարողանան ձեր հասարակությունը ճամփորդել ամբողջ Եվրոպական միությունում։ Մյուս ոլորտները մեր տնտեսական համագործակցության, ոչ միայն տնտեսական, երկկողմանի մեր հարաբերությունների, ինչպես պարոն նախարարն արդեն իսկ նշեց, բարձրարժեք ուղղություններով են, ապագայամետ ոլորտներն ենք մենք թիրախավորում, դրանք են կրթական տեխնոլոգիաները, պարենային, ՏՀՏ ոլորտներ, վերականգնվող, արհեստական բանականություն, կիբերանվտանգություն, կառավարման, պետական, թվայինացման նորարարություններ, այս բոլոր ոլորտները։ Մենք Լիտվան ունենք փորձառություն եւ ուզում ենք կիսվել եւ գիտենք, որ Հայաստանում եւս կան ձեռքբերումներ եւ գիտելիքներ այս ոլորտում։ Ուսի մեծ ակնկալիքով սպասում ենք այս ամենն էլ ավելի ընդլայնելու եւ կիսվելու լավագույն փորձով, որով որ մենք կարող ենք եւ այն ամենը ինչ կարող ենք միասին անել։ Ինչ վերաբերում է անվտանգության ոլորտին, այո, քննարկել ենք ի սկզբանե իրավիճակը ինչպիսին է եղել, ինձ նախարարը տեղեկացրեց եւ բացատրեց աշխարհաքաղաքական զարգացումների մասին եւ ներկայացրեց Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների մասին, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների դրական առաջխաղացումների մասին։ Այս դրական առաջխաղացումները բոլորս կարիք ունենք, սա կայունություն է բերում եւ որ հնարավորություններ են ձեռում։ Ուստի Լիտվան լիովին աջակցում է խաղաղության գործընթացը եւ հուսանք, որ այն նոր տնտեսական հնարավորությունների դռներ կբացի բոլորի համար։ Սահմանները բացելով, առևտուրը բացելով, ճանապարհը ենթակառուցվածքները բացելով, ժողովուրդների միջև կապերը ազատ դարձնելով, ապրանքների շրջանառություն, այս ամենը ավելի անվտանգության մակարդակը կբարձրացնի, որ արժանի է բոլորդ այստեղ։ Նաև ուզում դրվատանքի արժանացնել Հայաստանին, գնահատել Հայաստանի հրաշալի կազմակերպվածությունը, երեք շատ կարևոր միջոցառումներ իրականացնելու ոլորտում, դա եվրոպական համայնքների գագաթնաժողովներ եւ Եվրոպա-Հայաստան գագաթնաժողովներ, որտեղ ունեցավ եւ շատ հաջող կերպով գիտեմ, որ եվրոպյանյան երկխոսություն իրականացվեց այստեղ։ Դուք ոչ միայն հյուրընկալ երկիր եք, որ կարողանում եք այդ ամենն ապահովել այսպիսի բարձր մակարդակի միջոցառումների համար, այլ ավելին դուք ակտիվ եք, վստահ եւ կոնստրուկտիվ միջազգային դերակատար եք դուք կառուցողական այս մեծաթիվ միջազգային գործընկերների գործընկեր։ Շատ շնորհակալ եմ ձեր հյուրընկալության համար, բայց հյուրընկալելու համար եւ մեծ սիրով սպասում ենք ընդլայնելու մեր հարաբերությունները։